հասկացանք, որ կարծես թե հենց առաջիկա հավաքին էլ իրեն հրավիրել եք, եթե ճիշտ հասկացանք։ Արդյոք կան ուրիշ ֆուտբոլիստներ նման ձեր աչքի առաջ, որոնք դիտարկում եք։ Լեգիոներ ոչ, միայն ինքը։ Ու եթե դուք կոնկրետ Բուենոյի դեպքում նշում եք, որ ինքը ավելի շատ այսպես պահեստային տարբերակ է, հա, մեզ դառնալու տարբեր խնդիրներ լուծելու համար։ Այդպես պատկերացում ունեմ, կարող է պահը գա ընկերական խաղի ցույց տա, որ հիմնական կազմում է պետքա մեզ օգնի։ Ես առայժմ ուզում եմ փորձեմ, որովհետև որակները իրարագությունն է բարձրացակ լինելը եւ գնդակով աշխատելը եւ գնդակի ադբորը բան ուզում եմ փորձեմ։ Այսինքն այդ նշանակում է, որ եթե օրինակ Հայաստանի առաջնությունում լինի մեկ այլ խաղացող, օրինակ սեպտեմբերին մեկ այլ խաղացող, այլ դիրքի, որտեղ մեզ նույնպես պետք է, օրինակ հարձակվող, ու ինքը նույնիսկ որակներով ավելին լինի, ոչ մի խնդիր չկա նրան վերցնել հենց որպես հիմնական կազմի խաղացող, որի վրա հիմա մենք իվուին կորցրել ենք ինչ-որ մի ժամանակ, որը որ երեք էլ իմացա, որ հələ մի 4 ամիս էլ այդ տղեն բուժվելու է։ Հիմա որ մի հատ իվուի նման լեգիոներ լավ 6 համար լինի, ես պետքա տեղը լրացնեմ, թե նենց չի տեղ լիմիտ կա, բան Մելիքյան, կարան 10 հոգի էլ լինեն։ Չէ, 10 հոգի չէ, ես ասում եմ adekvat մոտեցման մասին է խոսքը։ Սա ազգային հավաքականը չեն կարող 10 հոգի լինել։ Այդ է ուզում հասկանալ։ Adekvat մոտեցման գիծը։ Ու ինչ խնդիր կարա առաջացնի, երբ որ իրանք շատ լինեն։ Չէ, շատ չեմ ուզի լինեն, որովհետև կա եւ մենտալիտետի հարց, ազգային հավաքականի հայ արունի հարց եւ այլն, պետքա ես տենում եմ 1-2 մաքսիմում 3, բայց իմ օրոք 1 ընդամենը, բայց մինչեւ 2-3 կարելի է, եթե դրանով դու կարողանում ես հարցեր լուծես։